Համաշխարհային մի շարք առաջնորդների զգուշավոր լռության ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ շնորհավորեց Իրանի նորընտիր գերագույն ղեկավարին, որի լեգիտիմությունը Միացյալ Նահանգները չի ճանաչում։ Նախագահ Թրամփը մինչև ընտրությունն էր զգուշացրել, որ սպանված Ալի Խամենեին չի կարող փոխարինել նրա որդին։ Իսկ Իսրայելը սպառնացել է թիրախավորել նաև Մոջթաբա Խամենեին։ Վստահ եմ, որ Հայաստանի եւ Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ, գրանցելով նոր հաջողություններ։ Առիթը պատեհ համարելով Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն եւ հարատև խաղաղություն։ Այսօր ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հերթական պատերազմի մեկնարկից ի վեր անվտանգության խորհրդի արդեն երրորդ նիստն էր գումարել, կրկին հրավիրված պաշտոնյաների մասնակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրությունում առանց մանրամասների միայն նշվում է, որ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, վարչապետին զեկուցվել է տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Արձագանքելով քննադատությանը, թե տարածաշրջանը եռում է, իսկ ինքը քարոզարշավի է գնում մարզեր, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դեռ 1.5 տարի առաջ է աշխատանքային խումբ ձևավորվել անվտանգության խորհրդի համակարգմամբ։ Եվ այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամեն ժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում է։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Գոյաբանական սպառնալիք է։ Բայց այս բացատրությունը դեռ չի բավարարել ընդդիմությանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքի պատգամավորների հետ զրույցում Փաշինյանին մեղադրել է Հայաստանի սահմանին առաջացած գոյաբանական սպառնալիքին համարժեք չարձագանքելու համար։ Ոչ մի թեթև անկայունության կամ ինչ-որ սահմանում կարող է ինչ-որ խմորումներ լինեն եւ այլն։ Լրջագույն խնդրեմ է։ Լուծումը նայեք, տվյալ դեպքում Իրանի հետ առաջինը եւ նախաձեռնել եւ փորձել քայլել ձեռնարկել ոչ թե պիրաժկի ուտելով, այլ անել ամեն ինչ, նաեւ որպես հարևան երկիր, պատերազմը օր առաջ կանգնեցնելու ուղղությամբ։ Ինչ է արվում։ Փորձել են ինչ-որ զանգել, ինչ-որ կապվել, առաջարկներ տալ։ Մենք հարևան երկիր ենք։ Մենք պետք է մի դիրքորոշում որդեգրենք, թե չէ։ Մենք պետք է փորձենք նաեւ եվրոպացիների հետ, Միացյալ Նահանգների հետ մեր ձայնը լսեցնել տար եւ ասել ստոպ, ես ուր եք տանում։ Ռոբերտ Քոչարյանը բերում էր Քուվեյթի, Կատարի օրինակները, թե ինչպես է պետք ջանքեր գործադրել։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արման Եղոյանը տարակուսանքով է պատասխանել։ Ուրեմն հանդիպում են մի անգամ Հայաստանը, Քաթարն ու Քուվեյթը, դե զրուցում են դեսից դենից, խոսքը հասնում է Իրանում պատերազմին։ Հայաստանն ասում է Քաթար ու Քուվեյթ, ես ձեզնից տարածքով մեծ եմ, հեսա եվրոպացիների ու ԱՄՆ-ի հետ իմ ձայնը լսեցնել կտամ ու կասեմ ստոպ, էս ուր եք տանում։ Քաթարն ու Քուվեյթը շվարած իրար են նայում ու զանգում Բահրեյնին, որ պատմեն այս խոսակցությունը։ Վերջ, վերևից 3 խնձոր չի ընկնելու, որովհետև սա հեքիաթ չէր, ոչ էլ անեկդոտ, այլ իրական առաջարկ Հայաստանը 10 տարի ղեկավարած մարդուց։ Ռոբերտ Քոչարյանը նաև պնդում էր, որ եթե Թրամփի ուղին արդեն գործեր, ապա դառնալու էր Իրանի դեմ օջախ։ Չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահերը այստեղ։ Եվ հիմնական, այսպես հետաքրքրությունը դա Իրանի սահմանն է։ Քանի ռազմաբազա կա, որոնք պարզվեց, որ ուղղված էին հենց Իրանի դեմ։ Քուվեյթ, Էմիրություններ, Բահրեյն, Կատար։ Ես չեմ կասկածում, որ տրիպի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավական լուրջ նաև հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Քաղաքացիական պայմանագրից մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեռ պատերազմի մեկնարկին էր հակադարձել երկրորդ նախագահին, երբ քննադատություն էր հնչում, թե Երևանը 3 օր ուշացումով է ցավակցել Թեհրանին։ Սրանից մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, որ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է Իրանի հետ ռազմական դաշինք կապի որպես այդպիսին։ Հիմա այդ հարցը վերաձևափոխվել է, թե ինչի Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ցավակցում։ Ամբողջ աշխարհը տենց պատկերացրեք, էլի ամերիկյան ավիանոսեց ավիակիրները
ծովում կանգնած սպասում են Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց դատապարտի Հայաստանի Հանրապետության իշխանությունը հենց մի բան ասի, միանգամից պատտվելու են հետ գա։ Իդեպ չնայած Նախիջևանին հասցված օդային հարվածների պատճառով Թեհրան-Բաքու լարվածությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս այսօր շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին, նաեւ այցելել Իրանի դեսպանատուն ու ցավակցել Ալի Խամենեիի եւ խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ։ Մոջտաբա Խամենեին շնորհավորել է նաեւ Ռուսաստանի նախագահը։